Ժառանգությունը սովորաբար լինում է սպասված ու ցանկալի, բայց ըստ որոշ կարծիքների Հայաստանում Նիկոլ Փաշինյանի փոխանցած իշխանությունը մաթեմատիկական բարդ հավասարում է լինելու հաջորդների համար։ Ինչ թղթապանակ է ժառանգելու հաջորդ իշխանությունը եւ որն է ըստ մասնագետների դառնալու հաջորդ իշխանության օրակարգը։ Եթե Նիկոլ Փաշինյանը ընտրվի, մեզ շատ մեծ վտանգներ է սպասում ու ես ունեմ ներքին համոզմունք, որ մենք մեծ պատերազմ ենք հանդիպելու ու մեծ արհավիրքներ են սպասում, որտեղ մենք ձեռք ենք բերելու անմիջապես երկու խոշորագույն թշնամիներ, դա Ռուսաստանն են եւ Պարսկաստանը։ Թղթապանակ 1. Անվտանգություն 2021-ից 26 թվականներին Ադրբեջանը Հայաստանի տարածքում վերահսկողություն է հաստատել մոտ 241 քառակուսի կիլոմետր տարածքի վրա, որը համարժեք է գրեթե Երևանի եւ Աբովյանի ընդհանուր մակերեսին։ Ջերմուկ, Վարդենի, Սոտք, Ներքինհանդ եւ այլ ուղություններով Ադրբեջանը մտել է Հայաստանի ինքնիշխան տարածք, խոսքը ավելի քան 20 հատվածի մասին է։ Ապագա իշխանության առաջին եւ ամենածանր ժառանգությունը հենց անվտանգային այս իրավիճակն է, որը ձևավորվել է 2021-ից 23 թվականների ռազմական էսկալացիայի հետևանքով եւ որի ամենաողբերգական հետևանքը Արցախի հայաթափումն էր։ Թղթապանակ 2. Արտաքին քաղաքականություն Ռուսաստանի եւ ՀԱՊԿ-ի հետ հարաբերությունների ճգնաժամը դարձել է իշխանության արտաքին քաղաքականության ամենախոր բախման կետերից մեկը։ 2021 եւ 22 թվականներին Հայաստանի տարածքային ամբողջականության խախտումների ֆոնին Երևանը դիմեց ՀԱՊԿ-ին, սակայն արձագանք չստացավ։ Մենք չենք կարող ասել, որ ՀԱՊԿ-ը արձագանքեց այնպես, ինչպես Հայաստանը սպասում էր։ Դրանից հետո Հայաստանը աստիճանաբար սառեցրեց հարաբերությունները նախ ՀԱՊԿ-ի, ապա Ռուսաստանի հետ եւ սկսեց փոխել արտաքին քաղաքական վեկտորը։ Այս գործընթացի հետևանքով ձևավորվել է մի իրավիճակ, որտեղ արտաքին քաղաքական հավասարակշռությունը խախտված է, իսկ երկրի անվտանգային խնդիրները չլուծված։ Թղթապանակ 3. Արցախ 2023-ին ավելի քան 100,000 արցախցի բռնի տեղահանվեց եւ տեղափոխվեց Հայաստան։ Նրանց զգալի մասը մինչեւ այսօր կանգնած է բնակարանային, սոցիալական եւ իրավական խնդիրների առջեւ, ներառյալ քաղաքացիության եւ ընտրական իրավունքի հարցերը։ Սակայն խնդիրը միայն սոցիալական չէ։ Գործող իշխանությունը խորացրել է բաժանարար գծերն ու հայաստանցի արցախցի տարանջատումը։ Այդ տատան! Ինչի՞ս կենթանի։ Փախածներով չփորձեք ասեք, որ ես Ղարաբաղ եմ տվել։ Այո, պատասխանատվություն է անհրաժեշտ սահմանել ներազգային թշնամանքի, ներազգային ատելության քարոզի համար։ Հա, օրինակ նույն արցախցի, սյունեցի, սասունցի, մշեցի եւ այլն, այս հակադրության համար։ Թղթապանակ 4. Սոցիալական հարցեր Սահմանամերձ համայնքներից բնակչության արտահոսքը շարունակվում է։ Վերջին տարիներին միայն Սյունիքի մարզը լքել է մոտ 20,000 մարդ, գյուղական համայնքներում դատարկման գործընթացը արագացել է։ Տեղացիներն իրենք են արձանագրում 8 տարի ղեկի նստած իշխանությունը, սակայն չնայած մեծ խոստումներին այդպես էլ չկարողացավ գյուղում պահել սահմանը պահող գյուղացուն։ Ամենից ակնառու օրինակը դպրոցների փակումն է։ Օպտիմալացման ծրագրով, որոնք եւս լրացուցիչ խթան է գյուղը դատարկելու համար։ Սոցիալական վիճակը արտացոլվում է նաեւ ժողովրդագրական տվյալներում։ 2025 թվականին ծնելիությունը 2018-ի համեմատ նվազել է մոտ 12%-ով, մոտ 4,000-ով պակաս ծնունդներով։ Իհարկե ժառանգության ժառանգություն է ստանալու անդիմությունը, եթե տեղի ունենա իշխանափոխություն, բայց ամենակարևորը հաշվարկված, մտածված, իրատեսական քաղաքականություն վարելն է, թե ներքին ոլորտում, թե արտաքին ասպարեզում։ Ժամանակը իհարկե մեր դերն է աշխատում, բայց ես կարծում եմ, որ մենք փոքր երկիր ենք, տաղանդաշատ ժողովուրդ ենք եւ համատեղ մենք կարող ենք շատ արագ լուծել եւ սոցիալական խնդիրները, եւ տնտեսական խնդիրները, եւ ներքին պարակտումները կվերացնենք եւ նաեւ կհաղթարենք լարժագույն արտաքին մարտահրավերները։ Թղթապանակները կարելի է երկար թերթել տնտեսությունից մինչև ներքին ու արտաքին անվտանգություն, առողջապահությունից մինչև մշակույթ, կրթություն եւ եկեղեցի։ Վերջին տարիներին խնդիրների շրջանակը ընդլայնվել է գրեթե բոլոր ուղղություններով։ Այս իշխանության օրոք փոխվել են նաեւ կրթական ու պատմական ընկալումները։ Հայոց պատմության դասընթացը վերանվանվել է Հայաստանի պատմություն։ Կրթական ծրագրերից դուրս է եկել հայոց եկեղեցու պատմություն առարկան, լարվել են պետություն եկեղեցի հարաբերությունները։ Այսօր եկեղեցին ենք անտարբերության մատներ շատերը մարդկանց դեպի հայրենիք մարդը սոխով խորոված են ընդհանրեն ուզում ուտել ու դրանով երջանիկ լինել։ Մենք բարոյականության խնդիր ունենք։ Բարոյականությունը մի օրում չես կարող գիտես սոխով խորոված մի կեր հայրենիքիդ համար պաշտպան կանգնի։ Ոչ։
կամ նույնիսկ այդ թեզես 1000 ներողություն, որ դու պետք է զոհվես քո հայրենիքի համար, որպեսզի նշանակություն ունենա քո ապրած կյանքը։ Միևնույն ժամանակ հանրային ու քաղաքական դիսկուրսում խորացել են նաև այնպիսի բարդ թեմաներ, որոնք վերաբերում են ազգային հիշողության եւ պատմական ընկալումների վերաիմաստավորմանը, ներառյալ հայոց ցեղասպանության, բիբլիական Մասիսի եւ Արցախի հարցերի շուրջ ձևավորված խոսույթները։